Պատել ուղիղ եթերում իմ հյուրն է Մայր Հայաստան շարժման համահիմնադիր Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես երեք խորհրդարանում էր վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլը ցնցումների մեջ էր, անհավասարակշիռ պահվածք, ժեստիկուլյացիա ֆիզ կտրելու, հայհոյանքների անպատվության համբալներ կոչելու, ոտքերից բոլորիդ կկախեմ, ես ուղղակի ապշում եմ այդ ամենից հետո, թե օրինակ ինձ որպես խմբագիր ոնց են 5 դատական հայց ներկայացրել իմ նկատմամբ, որ վարչապետը նման խորհրդույթ է իրականացնում, ել չեմ ասում, որ ինքն ու իր տիկինը այս նկարտումներ ունեն, որ իրանք չգիտեմ ովքեր են, ինչ են եւ պիտի կրթեն, բայց իրականում սա ես չեմ կարծում, որ ու շատ պիտի խնդրեմ սրա մասին է խոսեք, պարոն Բոզոյան, այնպես չի, որ իրենց խնդիրը կրթելն է, իրենք շատ լուրջ ծրագիր են իրականացնում, օրինակ 2 օր առաջ ինչ որ էլի նմանատիպ հանդիպում է եղել դահլիճային եւ Նիկոլը ասել է այ ձեզ թվում էր որ հեղափոխությունը պիտի գա մենք բոլորը ձեր կյանքը բոլորի փոխվեր եւ բոլորդ ինձանից եք ակնկալում ոչ այն վիճակը որ կա դուք ամեն մեկը եք մեղավոր այդ ամեն ինչը ձեր մեջ փնտրեք այսինքն եկել է նոր մեղավորներ փնտրելու ժամանակը որովհետեւ դուք է շատ հաճախ բացատրում եք եւ ձեր հարցումները եւ ձեր ուսումնասիրությունները ցույց են տալիս որ այն հին երկերը այլևս չեն անցնում նախքին ու չգիտեմ ինչ թեպետ հələ դեռ իրենց խոսույթում կա եւ շարունակում են օգտագործել եւ նաեւ սրա մասին հիմա քիչ հետո կխոսենք բայց նաեւ երեկվա դեպքերն են զարգացումներն են հետաքրքիր նախ ասեմ որ Մայր Հայաստան խմբակցության մեջ իսկապես 6-7 падգամավոր կա, որ փայլուն աշխատում են։ Սա պիտի մենք արձանագրենք։ Ես հիմա անուններ չեմ տա, բայց նաև մյուսները պիտի հետևություն անեն, ինչով է պայմանավորված իրենց пассивությունը եւ նաև պիտի Ռոբերտ Քոչարյանն էլ հետևություն անի, եթե մենք գնում ենք իսկապես նոր process-ների զարգացումների, ինչքան կարևոր է մեզ համար ազգային ժողովը եւ ազգային ժողովի ամեն մի падգամավորի պահվածք։ Օրինակ Էլինար Վարդանյանին ասեք, որ արխիվում կարող է ընտրություններ լինեն, իրեն հուշեն, որ ինքը ակտիվանա։ Մենք ունենք падգամավորներ, ասենք Արմեն Ռոստամյանը, չգիտեմ ինչով է զբաղված Արմեն Գրիգորյանը, այնտեղ կան падգամավորներ, որ շատ пассив են, ոչինչ չեն անում։ Ես անձամբ հետևողական, տևական բան եմ աշխատել եմ այն ուղղությամբ, որ պիտի ազգային թևին ձայն տալ եւ հիմա տեսնում եմ, որ այդ աշխատանքը շատ пассив է։ Գալու է ժամանակ անվանական ձեր Մայր Հայաստան խմբակցության падգամավորների անվանական, այսպես ասել է, որ դուք пассив եք եւ պիտի դուրս գաք բարոյականության մասին շփոթեցեք երևի։ Հայաստան դաշինքի մասին է, որ դուք պիտի այնքան բարոյականություն ունենաք, որ եթե դուք խիզախում համարձակություն չունեք, հարցեր բարձրացնելու, կանգնելու այդ ազգակործանի արչեւ եւ իրեն մերկացնելու, ուրեմն դուք պիտի դուրս գաք ուղակի падգամավորական ձեր մանդատները պիտի դնեք։ Նորից եմ կրկնում, սա չի վերաբերվում Հայաստան դաշինքի 6-7 падգամավորներին, ովքեր փայլուն աշխատում են, կարող եմ անգամ անունները ասել Քրիստինե Վարդանյան, Գառնիկ Դանելյան, Աղվան Վարդանյան, Աննա Գրիգորյան, եւս 2-3 падգամավոր Արմենուհի Գյուրեղյան, հիմա այսպես կարող է 1-2 Արթուր Խաչատրյան, Արծվիկ Մինասյան, որ շատ լավ աշխատում են։ Սա իդեպ, բայց ես ամեն ինչ ասեցի նրա համար, պատիվ ունեմի համար, իմիջայլոց Քիչ առաջ ուրեմն ես այսպեսի տող եկա, որ Մարգարիտ Եսայանը հարցազրույց էր տալիս, որ ասում է Նիկոլի վարկագծի պատասխանատուն, Մարիամ, սա ընդգծեք, պատասխանատուն ազգային ժողովի падգամավորներ են, դուք շատ ճիշտ եք, Տիկին Եսայան, այո, դրա պատասխանատուն հանրապետական կուսակցությունն է, որ հիմա պատիվ ունեմ այդ խմբակցությունն է, որովհետև ես ասեմ, որ կամ դուք որոշում եք կայացրել, որ պիտի հարցեր չբարձրացնեն, հարցեր չտան այդ քննարկումների ժամանակ, այն ժամանակ, երբ որ այնտեղ է Նիկոլը կամ այդ թիմակիցները, իրենք ուղղակի չեն գնում ինչ-որ քվեարկում են, ներկայանում են եւ դուրս են գալիս, չեն մասնակցում այդ հարց ու պատասխաններին։ Հիմա դուք 3 տեսակ եւ ոչ միայն 3 այն հարցերը, որտեղ որ այն պնդումները, հարցադրումները
կան պնդումներ, հարցադրումներ, որ ուղակի հունից հանում են Նիկոլ Փաշինյանին եւ ինքը ամբողջությամբ մերկանում է։ Համաձայն եք, պարոն Բոզայ, երբ որ հարցը վերաբերում է Արցախին, երբ որ հարցը վերաբերում է հատկապես Թալանին, Նիկոլի կոռուպցիային, գյուղատնտեսությանը, հարցեր կա, որ այստեղ արդեն հունից դուրս է գալիս։ Բա դուք ինչի համար եք հանրապետական կուսակցություն, ձեր այդ падգամավորներով, պատիվ ունեմ պարոն Վանեցյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները, որ հիմա որպես падգամավորներ խայտառակություն են, այն իմաստով, որ դուք ձեր աշխատանքը չեք կատարում։ Եթե որոշում եք կայացրել, որ չգնալ, ձեր որոշումը կարող եք վերանայել։ Ձեզ չեն ընտրել նրա համար, որ դուք ձեր քմահաճույքով միայն գնաք ազգային ժողով եւ ինչ որ հայտարարություններ կարդալ։ Այդ հայտարարությունները կարող եք ձեր տանը նստած, տեսախցիկի առջև կարդալ եւ տարածել։ Դուք պիտի գնաք եւ դժվար եւ բարձ հարցեր բարձրացնել, երկրին մեզ մեր հանրությանը մտահոգող հարցեր բարձրացնել, դա է նաեւ ձեր աշխատանքը։ Օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ եւ նաեւ թե չէ գնաք ապահովեք ինչ, քվեն ապահովեք, որ իրանք ամեն այլանդակություն փորձեն անցկացնել, ինչպես եւ անում են, որտեղ իրենք մեծամասնություն են։ Դուք այդ աշխատանքը չեք տանում, այնպես որ Մարգարիտա Եսայան, որ դուք ասում եք, առաջին հերթին գնացեք, ասեք պատիվ ունեմին եւ հատկապես հանրապետական կուսակցության։ Ես ասեմ, ունենալ այդպիսի падգամավոր, ինչպիսին Աննա Մկրտչյանն է եւ սահմանափակել նման падգամավոր, որ կարող է ցանկացած իշխանության ցանկացած ներկայացի բարձրաստիճան պաշտոնյայի շատ անհարմար հարցեր տալ եւ անհարմար իրավիճակի մեջ դնել եւ բացի այդ հարցադրումներ տալ եւ պնդումներ անել եւ շարունակել այդ պնդումներով բացահայտումներ անել խորհրդարանում, օրինակ թույլ չի տրվում, որ Աննա Մկրտչյանը եւ այնտեղ եւս երևի երկու անուն կարող եմ տալ, որտեղ օրինակ Մարտուն Գրիգորյան, պարզվեց դուք հայերեն խոսել գիտեք։ Միջև Գյումրու ընտրությունները ես կարծում եմ, այս անձը հայերեն խոսել չգիտի կամ ընդհանրապես խոսել չգիտի։ Պարզվեց, որ Գյումրու ընտրություններում եւ հարցը վերաբերվում է իր տղայականի կամ ես իմ ինչ հարցերի, այս մարդիկ խոսել գիտեն կամ ինչ որ բաներ, ինչ որ Սարիկին բաներ էր ասում, մյուսներին բաներ էր ասում։ Հիմա ես ուզում եմ, որ դուք նաեւ այդպես ձեր հարցերով այսօր Երևանը կոլապսի մեջ է, չէ, ամեն անձրևից հետո արցախցիների խայտառակ վիճակը, գյուղացիների սարսափելի վիճակը, Թալանը եւ կոռուպցիան, ինչի մեջ թաթախված է Նիկոլը եւ ինչից ուղակի ընկնավորվում է Նիկոլը։ Գնացեք եւ ձեր աշխատանքով զբաղվեք։ Հայաստան ունեմի մնացած մյուս 20, Հայաստան դաշինքի 20 մյուս падգամավորները եւ հատկապես, որ շատ վատ են աշխատում, պատիվ ունեմ խմբակցության падգամավորները։ Այնպես որ այն հարցերը, որ ասում եք պիտի impeachment բան, ազնիվ եղեք, նաեւ խոսեք սրա մասին։ Սա իդեպի կարգով։ Հիմա հարցից ես ներողություն եմ խնդրում, այսպես երկար ծավալուն եղավ, ուղղակի նորից եմ ասում, պետք է անբարոյական չլինել։ Եթե դուք այդ աշխատանքը չեք անում, ձեր մանդատները դրեք, գուցե ձեզանից հետո կգան մարդիկ, որոնք կամ ձեր որոշումները կվերանայեք, եւ դուք կգնաք անհարմար հարցեր կտակ Նիկոլին եւ կբացահայտեք իր կոռուպցիան, Թալանը, Արցախի վաճառքը, Արցախահայությանը նման վիճակի մեջ դնելը։